օրինակ ըստ քեզ այդ Ռուբեն Ռուբինյանի առաջարկը, որ давайте жизнь дружно, տենց ինչ որ բա մեկ տեսեք ինչքան բարեկիրթ ենք, մի օյոյոյ, մի sense մի բան, դա ինչով էր պայմանավորված ըստ քեզ։ Դե դա պայմանավորված էր հենց դրանով, պայմանավորված էր, որ ցույց տան, որ սա ուրեմն նորմալ բարեկիրթ կոզած դե ֆակտո խորհրդարանն է, որը Դե ֆակտոից բացի նաև դե յուրե է այդ էլ կա։ Այսինքն ապառիկը չէ, կանխիկը։ Այլ կերպ ասած, ակնհայտ է, որ այս խորհրդարանը ունի լեգիտիմության լուրջ դեֆիցիտ, որը պայմանավորված է իմ պատկերացմամբ առաջի հերթին, որը ամենացայտուն օրինակն էր ԲՀԿ-ին թալանելով, մանդատները թալանելով, կողոպտելով, ոչ թե այնտենց որ գիշերը մտնում են գողանում, այնտենց չէ, ասենց օրը ցերեկով կողոպտելով։ Այդ մարդկանց 5 մանդատները կողոպտեցին, եւ դա ամենացածուն օրինակն է ոչ լեգիտիմության, բայց այնտեղ բազմաթիվ այլ հարցեր էլ կա։ Արի հիշենք, որ մինչև էլ ուրեմն բազմաթիվ խախտումներ էին եղել, հա, որը որ էլի արդեն իջացրել էր լեգիտիմությունը։ Այո։ Այսինքն, որ ասում ենք ոչ լեգիտիմ, դու վերցնում ես իրավական այդ պահը կամ քվեներ հաշվելու պահը, բայց եկեք օրինակ իմ կարծիքով ոչ լեգիտիմ այն տեսանկյունից, որ այն չի արտահայտում իրավայի տրամադրությունը։ Այո։ Չէ, ես չեմ ասում միայն դա, ես ասում եմ դա առնվազն, ես միշտ օգտագործում եմ այդ առնվազն բառը, որովհետև դա այն հատվածն է, որ դժվար է էլի դրա հետ վիճել։ Դե տես, հիմա ուզում ես ասես մենք ունենք մի հատ անհամ խորհրդարան, հա։ Հիմա այս լավ, ես ասեցի, դու չասեցի։ Չէ, անհամը այլ կատեգորիայի հարց է։ Ես որպես իրավաբան, որպես ՀԿ-ակցի։ Չէ, ես որպես էսթետ եմ ասում։ Հա, ես այդքան էսթետ չեմ, էլի, ես տենց ես որպես ոչ էսթետ մարդ գտնում եմ, որ եւ հրապարակավել եմ նշել, որ այս խորհրդարանը մեր պատմության ամենավոչ լեգիտիմ խորհրդարանը առնվազն ԲՀԿ-ի մանդատների կողոպտման մասով։ Եվ այդ տեսանկյունից իմ պատկերացմամբ իշխող ուժը լեգիտիմությունը ինչ որ բանով այդ լեգիտիմության պակասի ինչ որ բանով լցնելու կարիք ունի եւ դա լավ կարող է լցնել ընդդիմության հետ սիլիբիլիներ այ ապրես այդ մասին էի ուզում ասեի որ փաստորեն այս երբ որ իրանք էլ զգացին որ արդեն այս խորհրդարանը լուրջ չի կալվում որոշեցին խորհրդարանի մեջ ինտրիգ մտցնել հա եւ ինտրիգը չգիտես ինչի ջարդվեց Էդգար Ղազարյանի գլխին մի հատ բառ կթան ինչ որ չէ Եվ այդ բառի վրա սրիկայաբար մակբայ հա սրիկայաբար շահարկել արտահայտություն արդեն քանի օր է ուրեմն այդ մի բառի շուրջ ընթանում է այս Ես ինչն ասայինց հիշեցնում այդ այն իրավական դեպքերը որ էլի մի ինչ որ անկապ արտահայտության վրա թեկուզ նույն Սամվել Կարապետյանի հա որ արտահայտություն որ ընդհանրապես ասենք թե մեջը քրեական իմաստ չկա, չէ, նույնը ստեղ ուրեմն մեջը որևէ խուլիգանական, չգիտեմ ինչ նման իմաստ չկա, բայց փորձում են սրա վրա քեյս սարքել եւ դրա շուրջ ուրեմն սարքել հանրային հետաքրքրություն եւ այլ եւ այլ։ Մինչեւ այդ էպիզոդին այն որ մի քիչ հետաքրքրություն մտավ պարլամենտում, ես առաջարկում եմ սկզբից գանք, որովհետեւ իսկապես լուրջ սերիալի տպավորություն է թողնում եւ ես չեմ հիշում որ այսքան երկար տևի խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հիշեցնենք, թե խորհրդարանի առաջին նստաշրջանի այսպես խնդիրները որոնք են։ Առաջին ձևավորել խորհրդարանի ղեկավար մարմինները, որոնք են նախագահ 3 տեղակալներ, որոնցից մեկը պարտադիր ընդդիմությունից պետք է լինի, ընդ որում դա նախատեսված էր այս իշխող ուժի կողմից այդքան վատաբանված Սերժ Սարգսյանի օրոք ընդունված համանadrությամբ։ Այո։ Որը որ եւ հիմա իրանք էլ են ասում են դե հիմա գրածա մի կերպ պետքա պահենք, չնայած մեր սրտով չի իրանք գրեթե ուղիղ տեքստով են ասում։ Այսինքն այն մարդիկ ովքեր որ այդպես ժողովրդավարության դիրքերից էին հանդես գալի, հիմա այդպես բավական բացասաբար են տրամադրված այս դրույթի նկատմամբ ու որպես ադալժենի են դա դիտում։ Այնինչ դա իրականում սահմանադրական պահանջ է եւ դա չկատարելը սահմանադրության խախտում է։ 3 տեղակալներ, ուրեմն նախագահ 3 տեղակալներ, հանձնաժողովներ, պարլամենտական հանձնաժողովներ, որոնց թիվը պետքա որոշվեր եւ առավելագույն թիվը որոշվեց։ Այդտեղ էլ հարցեր կային թե ինչի 12, հավանաբար որ ավելի շատ մարդկանց պաշտոններ 12 խորհրդարանական հանձնաժողով եւ այդ դոնթի բանաձև կոչված
դու լավ կհասկանաս էլի դու որպես մաթեմատիկայից գլուխանող ես առանձնապես ամեն դեպքում այդ բանաձևը ոնց որ հաշվել են տեղ արդեն մաթեմատիկան բոլորին նույնն է եղել եւ արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը 8 հանձնաժողովի նախագահ ԿՊ-ին, հա էլի ԿՊ-ին, 3 ուժեղ Հայաստանին եւ 1 Հայաստան դաշինքին։ Ու հետաքրքիր էր նաեւ այդ հանձնաժողովիների նախագահների, այսպես ասած, ընտրության կարգը։ Դե ոնց էին որոշվում, այսինքն սկզբից 2-ը ԿՊ-ն էր ասում, 12-ից որը ուզում էր ասում էր, երրորդը անդիմությունն էր ասում ուժեղ Հայաստանը, հետո 2-ը ԿՊ-ն, հետո էլի 1-ը ուժեղ Հայաստանը, հետո 1-ը ԿՊ-ն, հետո 1-ը Հայաստան դաշինքը, տենց հետաքրքիր էր դա։ Ես ինչի եմ սրա վրա ուզում շեշտադրում անեմ, որովհետև դու, չգիտեմ, ուշադրություն դարձրեցիր թե չէ, բայց ոնց որ թե ոչ մեկ բանի տեղ չէր դնում մարդու իրավունքների հանձնաժողովը։ Հա, այդ որպես բան են ամենավերջի, հա, ռասխոդնի մատերիալ, հա։ Այսինքն ԿՊ-ն չվերցրեց, ուժեղ Հայաստանը չվերցրեց, ԿՊ-ն էլի երկու անգամ մտրեց չվերցրեց, հետո ուժեղ Հայաստանն էլի չվերցրեց, ԿՊ-ն չվերցրեց եւ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ ինքը վերցնում է այդ հանձնաժողովը։ Ընդ որում էդ էլ է հետաքրքիր, այդ նույն սկզբունքով նաեւ հանձնաժողովի նախագահների տեղակալներն են որոշվում եւ այդտեղ եւս ԿՊ-ն մարդու իրավունքների հանձնաժողովի տեղակալին չհավաքնեց, այսինքն նախագահը լինելու է Հայաստան խմբակցությունից, տեղակալը ուժեղ Հայաստանից։ Հետաքրքիր բան է լինելու։ Ես օրինակ դրան եմ սպասում անկեղծ։ Ես մի բան հարցնեմ էլի։ Կներես երկու բառով ավարտեմ, ինչա։ Հանձնաժողովի նախագահներ, հետո կառավարության ծրագրի ներկայացում եւ վերջ, այսքան բան։ Այդ այ ուզում ասեի, փաստորեն կառավարությունը անդամ առ չի հաստատում, հա, բան։ Չէ, այդ Ամերիկայի պես չի։ Ամերիկայի պես չի, որ ամեն մեկը պետք է հաստատվի, չէ։ Կառավարությունը մեկ ընդհանրական ծրագիրն է հաստատվում։